Բարև ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Կուզեի խոսեի մի այսպես տեղեկության մասին, որ երեք մամուլում հրապարակվեց։ Եվրոպան ուզում է մասնագետներ ուղարկի մեր մոտ, որ դիմադրի, մեզ օգնի, որ մենք դիմադրենք արտաքին ազդեցությանը, ապագա ընտրություններում եւ այլ եւ այլ եւ այլ։ Իսկ անեկդոտի նման։ Ես հարց ունեմ տալու մեր իշխանությանը։ Իսկ դուք գիտեք այդ մարդիկ ով են։ Ինձ ասում են, որ դրանք հետախուզության աշխատողներ են։ Ճիշտ է թե ճիշտ չի։ Չգիտեմ։ Ես հարց ունեմ տալու։ Եթե այլ երկրի ներկայացուցիչ պիտի գա մեր համար ապօրի ազգային անվտանգություն, ապա ուզում եմ հասկանամ, բա մեզ ազգային անվտանգության ծառայությունը ինչի համար է։ Գիտեք, շատերին ճանաչում եմ բավականին թասիբով տղեկ են ազգային անվտանգության աշխատակիցները։ Բայց այս վերջի տարիներում ոնց որ թե իրանցից փորձում են սարքեն օֆիցիալ ստուկաչներ։ Շատերը դիմում են գնում դուրս են գալի։ Չհամակերպվելով այդ զակազների հետ, հա, որ բանից պարզվում է հայոց տերորիստը դա տերտերն է, մարդիկ երբ որ ընդունվում էին համապատասխան այդ ծառայության ուսումնական կենտրոնները երազում էին երևի կներեք հետախույզներ դառնան, հայտնի քննիչներ դառնան, հակահետախույզներ դառնան եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու շատերի համար անակնկալ էր, թե ինչով է հիմա իրանց պարտադրում մեր երկրի ղեկավարությունը զբաղվել։ Ես կարծում եմ, որ մենք ունենք ազգային անվտանգության ծառայություն, մենք ունենք ներքին գործերի նախարարություն, մենք ունենք դատախազություն եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ու այնտեղ կան բավարար մասնագետներ, որոնք կարող են դա անել։ Ու մեզ պետք չի այլ երկրի ներկայացուցիչի խառնվել է այդ հարցերում։ Մանավանդ ինչ որ վերաբերվում է տեխնոլոգիաներին, ինչ որ վերաբերվում է մեր ազգային անվտանգության հարցերին։ Դե ես ոնց կարամ բացատրեմ WhatsApp սիրող, WhatsApp-ով շփվող մեր երկրի ղեկավարությանը, որ դա սխալ է եւ դա ճիշտ չի։ Չնմանվենք երկրորդ համաշխարհային ժամանակ Շվեյցարիայում, երբ որ ամբողջ ռուսական հետախուզությունը, այն ժամանակվա սովետական հետախուզությունը եւ ամերիկացիները, կարծեմ ամերիկացիներն էին ասում, որ կարա Շվեյցարիայում փողոցում բռնես ցանկացածին փող տաս, ասես գնա այս պետական գաղտնիքները դուր հակառակորդին իրանք կեթանում կտան։ Մենք պայքարելու ենք դրա այդ ամենի դեմ։ Մենք ունենալու ենք իրական անկախություն։ Առանց որևէ մեկի, այսպես ստրուկտուրային ներխուժման Հայաստանի անվտանգության հարցերում։ Շնորհակալություն։